Սփյուռքի հայեցակարգ։ Մենք մեծ հայեցակարգ ունենք Սփյուռքի վերաբերյալ, ես այստեղ ներկայացնելու եմ տնտեսությանը մասնակցության մեր ակնկալիքները մեր հայրենակիցներից։ Տեսեք, մենք եզակի մի ազգ ենք, որը ունի աշխարհով մեկ սփռված հայրենակիցների ցանց։ Եվ մենք որևէ ձևով վերջին տասնամյակներում լավ չենք օգտագործել եւ արդյունավետ չենք օգտագործել եւ ճիշտ չենք օգտագործել այդ ռեսուրսները։ Մենք հիմնականում դրանք օգտագործել ենք որպես բարեգործական տրամաբանությամբ, ոչ գործընկերային տրամաբանությամբ։ Հետևաբար մենք Սփյուռքին պետքա դասենք ոչ թե աջակցող ռեսուրս, այլ Սփյուռքը պետք է դառնա Հայաստանի տնտեսական զարգացման համահեղինակ։ Դուք պատկերացրեք, Սփյուռքի մեր հայրենակիցները դրսում ունեն ֆինանսական կապիտալ, ունեն գործընկերային ցանց, ունեն գիտելիք, ունեն տարբեր ոլորտներում մասնակցություն, ունեն գործընկերային ցանց ամբողջ աշխարհով մեկ։ Եթե մենք մեր Սփյուռքի, մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստան եւ օրինակ արդյունաբերական տուն հայեցակարգի ներքո իրենց առաջարկում ենք իրենց արտադրությունները տեղափոխել մեր արդյունաբերական գոտիներ, որտեղ գործելու է ըստ էության զրոյական հարկման ռեժիմ, ապա սա ըստ էության մեր արդյունաբերական գոտիների զարգացման դրոշակակիրները առաջին մեր հայրենակիցներն են լինելու։ Հետևաբար, եթե Սփյուռքը վերցնենք, մենք Սփյուռքը պետք է ինտեգրվի Հայաստանի տնտեսական համակարգին որպես ներդրող գործընկեր եւ համասեփականատեր։ Ընդհանուր բանաձևը Սփյուռք ներդրում արտադրություն արտահանում տնտեսական հզորացում։ Մենք այս ամբողջ տնտեսական մեր ծրագրի հիմքում դրել ենք Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի օգտագործման ընդհանուր գաղափարախոսությունը։ Եթե ամփոփենք, ապա գործընկերություն, ոչ թե բարեգործություն, Սփյուռքը որպես նոր տնտեսության համահեղինակ։ Սա գաղափարախոսական փոխակերպում է։ Մեր 6-րդ ուղղությունը հարկային նոր փիլիսոփայություն։ Եթե մենք տնտեսությունը սպառման մոդելից տանում ենք դեպի արտադրության, այսինքն արժեք ստեղծելու մոդել, հետևաբար մենք պետք է փոխենք ամբողջ հարկային համակարգի տրամաբանությունը։ Մի շատ կարևոր բան կա այստեղ, որ պետք է արձանագրենք իրար հետ։ Մեր Հայաստանի Հանրապետությունում հարկային քաղաքականությունը չի ձևավորվել տնտեսական ազդակներից։ Այսինքն տնտեսական քաղաքականությունը չի ազդակ տվել հարկային քաղաքականությանը, որ ես այսպիսի տնտեսություն եմ ունենալու, խնդրում եմ, որ քո հարկային համակարգը սպասարկի այդպիսի տնտեսություն։ Եվ տեսեք, եթե ազդակները տնտեսական քաղաքականությունից չեն գալիս հարկային քաղաքականություն իրականացնողների մոտ, ապա հարկային քաղաքականության դիզայնը կատարվում է միայն ֆիսկալ նպատակներով։ Հետևաբար 30 տարիների մեր հարկային համակարգը ֆիսկալ քաղաքականությունը ըստ էության կառուցվել է ֆիսկալ գանձարանային գործառույթի տրամաբանությամբ։ Մաքսիմում հարկային մուտքեր պետական գանձարանին։ Սա նաև որոշակիորեն օբյեկտիվ է եղել ոչ թե տնտեսական քաղաքականության բացակայությունը, այլ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում տարբեր դժվարությունների միջով անցող երկիրը ընտրել է ֆիսկալ գանձարանային մոտեցումը։ Մենք հրաժարվում ենք այդ մոտեցումից։ Մենք ասում ենք պետք է կառուցել նախ տնտեսություն եւ տնտեսությանը տեսնել ինչպիսի հարկային համակարգ է պետք սպասարկելու համար այդ տնտեսությանը։ Հետևաբար մենք շրջանառության հարկը անմիջապես վերացնելու ենք։ Ավելացված արժեքի հարկը փուլային ենք վերացնելու։ Ավելացված արժեքի հարկը եւ շրջանառության հարկը փոխարինելու ենք վաճառքի հարկով։ Շատ պարզ վարչարարությամբ եւ հաշվետվականության պարզագույն մոդելով։ Եվ մենք ներդնելու ենք պրոգրեսիվ թե եկամտային հարկի, թե շահութահարկի պրոգրեսիվ հարկման համակարգեր։ Սա մի կողմից ինքը սոցիալական արդարության բաղադրիչ ունի, բայց նաև հարկաբյուջետային քաղաքականության իրագործման տեսանկյունից պրոգրեսիվ հարկման համակարգեր իրենք տնտեսական տարբեր պարբերաշրջաններում իրենք ունենում են շատ արագ արձագանքման կայուն ստաբիլիզատորների ֆունկցիա իրականացնելու հստակ այդպիսի բան։ Հետևաբար մի կողմից կայուն հարկաբյուջետային քաղաքականություն ունենալու պահանջը, մյուս կողմից սոցիալական արդարության պահանջ։ Եվ սա մեզ թույլատրելու է, որպեսզի մենք ունենանք ավելի լավ եւ արդար հարկային բեռ
օրինակ PMZ-ի համար։ Հիմա մենք առաջարկում եմ խոսենք միջանկյալ մի քանի սլայդ խոսենք միջանկյալ մեր անելիքների մասին, օրինակ PMZ-ի հետ կապված մեր հարկային բարեփոխումները ինչպիսի ազդեցություն են ունենալու։ Առաջի քայլ։ Հիշում եք, որ 2025 թվականի հունվարի 1-ից գործող հարկային ալենտրակային համակարգերի իրավակարգավորներում փոփոխություններ, այսինքն շրջանառության հարկին եւ միկրոձեռնարկատիրությանը վերաբերող իրավակարգավորումները փոփոխվեցին եւ դա մեծ դժգոհություն առաջացրեց հանրության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության շրջանում։ Մենք հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները առաջի քայլով չեղյալ ենք հայտարարելու, այսինքն վերադարձնելու ենք ստատուս քվոն։ Սա ինչ է մեզ համար, սա մի հատ ըստ էության մի անցումային փուլ է, ժամանակ տալու, որ մենք սկսենք մեր բարեփոխումները, որովհետև մենք հստակ գիտենք, որ 25 թվականի հունվարի 1-ի հարկային փոփոխությունները բավարար չափով հիմնավորված չէին, հանրային քննարկումներ չէին անցկացվել եւ հանրային դիրքավորումներն ու հանրային ձայնն ու պահանջը եւ դժգոհությունը չէր լսվել։ Հետևաբար մենք վերադարձնում ենք, որպեսզի ժամանակ ունենանք դիզայն անելու նոր հարկային համակարգ PMZ-ի համար։ Եվ մեր ուղերձը պարզ է, մեր նպատակը PMZ-ն զարգացնելն է, որտեղ մենք գիտակցում ենք, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը մեր տնտեսության եւ ոչ միայն տնտեսության, այլ սոցիալ-տնտեսական ողնաշարն է։ Երկրորդ քայլ, ներդրումը նոր համակարգ։ Պարզ կանխատեսել է եւ աճին աջակցող։ Շրջանառության հարկը, արդեն ասեցինք, փոխարինում ենք վաճառքի հարկով 5% միասնական դրույքով։ Վերացումը շրջանառության վրա անհամաչափ պատիժ հարկումը։ Փոքր ու միջին աշխատակիցների մեծ մասի համար, երբ որ մենք պրոգրեսիվ եկամտային հարկի սանդղակը ներմուծենք, որը լինելու է 12, 18, 22 եւ 28, այդ քայլքերն եմ նկարագրում ես, ապա ամենայն հավանականությամբ 12 կամ 18%-ով է հարկվելու PMZ-ում աշխատակիցների աշխատավարձը։